Բայց դուք որ ասում եք կանգնեցվեց սահմանազատման գործընթացը ինչ որ ուժերի պահանջով, որոնք ժողովրդին ոտքի էին հանել, երևի սրբազան շարժումը նկատի ունեք։ Սրբազան շարժումը փաստացի չկա այս բային, տապալված է։ Բագրատ Սրբազանը ժամանակ առ ժամանակ ինչ-որ եթերներ է մտնում, ինչ-որ ուղերձներ է հղում, բայց այդքանով ավարտվել է ամեն ինչ, չնայած նրան, որ ինքը ժամանակ էր տվել, կես ժամ, մի ժամ, 4 օր, չգիտեմ, մի շաբաթ, եւ ժողովուրդը գնալով ցրվեց։ Դուք էլ եք մասնակցում այդ շարժմանը, ես հիշում եմ։ Հիմա սենց ամեն անգամ ժողովրդին դուրս հանել, ոտքի կանգնեցնել, հանել փողոց, որ հեսա իշխանապողություն ենք անում, ամեն անգամ հիասթափեցնել, ուղարկել տուն։ Այսպես միջև որ եք հասնելու։ Ես նշեցի, որ միգուցե փոքր, բայց հաջողություն կա։ Հաջողությունը կանում է նրանում, որ սահմանազատման գործընթացը գոնե հետաձգվել է։ Աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Աշխարհը փոխվել է եւ Զելենսկու, Նիկոլի, Սաակաշվիլու ժամանակաշրջանը ավարտված է։ Մենք բոլորս տեսնում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է արկածախնդիր, վախկոտ, խաբեբա եւ սեփական աթոռը պահելու համար պատրաստ կործանելու երկիրը, մեր երկիրը անձնավորություն։ Մենք տեսանք, որ փետրվարի 28-ին Տրամպի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին ուներ հրաշալի հնարավորություն րոպեների ընթացքում կանգնեցնել պատերազմը։ Բայց ավաղ անշնորհք ղեկավարի պահվածքը եւ սեփական ամբիցիան եւ սեփական ուժերի գերագնահատումը բերեց նրան, որ բանակցությունները չսկսած Զելենսկին տապալեց այդ բանակցությունները։ Իսկ պատերազմի դաշտում ամեն օր զինվորներ են մահանում։ Այսինքն այս մարդկանց համար կարևոր է իրանց ամբիցիան եւ կարևոր է իրանց անձը։ Ես ուզում եմ զուգահեռներ բերել մեր վարչախմբի ղեկավարի մասով։ Մենք նույն խնդիրը ունեցանք 44 օրյա պատերազմի ժամանակ, որ կարող էր կանգնեցնել։ Երբ որ Պուտինը մի քանի անգամ առաջարկ արեց կանգնեցնելու պատերազմը, իսկ վարչախմբի ղեկավարը սեփական եսը վերադասելով եւ ճիշտ չկողմնորոշվելով մերժեց բոլոր առաջարկները եւ վերջում ընդունեց ամենավատթարագույն առաջարկը եւ մենք ունեցանք ինչ այսօր ունենք։ Դրա համար ես նորից ասում եմ, որ եկել է ուժեղ լիդերների ժամանակը։ Դուք եք այդ ուժեղ լիդերը լինելու։ Ժողովուրդը կգնահատի ով է ուժեղ լիդերը, բայց այն որ Զելենսկու, Նիկոլի եւ Սահակաշվիլի դարաշրջանը ավարտված է, դա փաստ է։